Սրբազան շարժման մասնակիցներին, որոնց որ վերագրվում էր ահաբեկչության հետ կապված հատկանիշով հանցանք էր վերագրվում եւ կալանավորել են դատաքննություն, եւ այլն, այդ ամեն ինչը տեղի է ունենում եւ այս մարդկանց օրը ցերեկով խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը երկրի բարձրագույն պաշտոնյաները ահաբեկիչ էին անվանում։ Անմեղության կանխավարկածը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համար ոչ միայն դատարանին է վերաբերվում, այսինքն ոչ միայն դատարանը պետք է դա ինչ-որ բառ չասի, որ կխախտի անմեղության կանխավարկածը, քանի դեռ վճիռ չի կայացվել։ Այլ նաև դա վերաբերում է պետության բարձրագույն պաշտոնյաներին, պետական պաշտոնյաներին առհասարակ։ 22 падգամավոր, 4 նախարար եւ 1 վարչապետ կոնկրետ այս գործի կապակցությամբ, սրբազան շարժման գործի կապակցությամբ այդպիսի հայտարարություններ են արել, որ խախտում է ախավարկածը, ահաբեկիչներ, տերորիստներ եւ այլն, այսպիսի բազմաթիվ հայտարարություններ են արել եւ սրա կապակցությամբ, այս ամեն ինչի կապակցությամբ հենց այդ պաշտպանելու հանգամանքը, որ ով պետք է այդ պարագայում պաշտպանի, ես այդ ձայնը անկեղծ ասած չեմ կարողացել լսել։